Աստվածաշունչ Մատյանը թո դառնա քո անբաժան ընկերը ամեն օրվա։ Ամեն օր դու պիտի կարդաս, ամեն օր դու պիտի կերակուրը ուտես։ Երբ որ դու կերակրված ես Աստվածաշնչով, քեզի ոչ մեկ չի կարա խաբի։ Քո աչքերը հոգևորապես լուսավորված կլինեն, որտեվ այս ժամանակաշրջանում, երբ որ ես շփվում եմ երիտասարդների հետ, ես տեսնում եմ, որ իրան գրքի հետ կապ չունեն այդ կապ։ Աստծո խոսքը կարդալու հետ կապ չունեն։ Երիտասարդներ ջան, եթե ուզում եք լեցված լինեք Աստծո հացով, դուք պարտավոր եք ամեն օր կերակրվեք այս երկնային խոսքերով։ Սա հացա երկնքից իջած, սա հացա, որը կկերակրի քո հոգին, դու սովի չես մատնվի։ Մարդը, երբ որ սովի է մատնվում, ինքն ինքյան ձեռքը երկարում արդեն աղբամանների։ Բայց մարդը, երբ որ կերակրվում է Աստծո խոսքով եւ ունի աղոթքի կյանք, այդ մարդը վերջը շփում ունի երկնքի։ Իսկ երկինքը, երբ որ տեսնում է դու իր խոսքերը կարդում ես, աղոթքով կապնվում ես իր հետ, առանց օրհնության քեզի չի թողում։